օրենքը մեզ իրավունք է։ Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին եւ պատգամավոր Էդմոն Մարուքյանին զրպարտության մեջ մեղադրող Ելենա Օվսյան-Նիկովայի գործով առաջին դատական նիստը այսօր հետաձգվեց, փոխոստիկանապետը ծանուցում չէր ստացել։ Օվսյան-Նիկովայի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը ասաց, որ հայցվորը ներեգություն եւ հրապարակային հերքում է պահանջում Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի ժամանակ իրեն զրպարտելու համար։ Եվ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջել ենք 2 միլիոն ՀՀ դրամ բռնագանձել հօգուտ Ելենա Օվսյան-Նիկովայի։ 2 միլիոն դրամ հայցվորը պահանջում է ոստիկանությունից, Հունան Պողոսյանից եւ Նարեկ Մալյանից, պատգամավոր Էդմոն Մարուքյանից 1 միլիոն դրամ։ Ռուսաստանի քաղաքացի Ելենա Օվսյան-Նիկովան հայազգի ամուսնու հետ այս տարեսկզբին է տեղափոխվել Երևան։ Հունիսին մասնակցել է Բաղրամյան պողոտայում հոսանքի գնի բարձրացման դեմ բողոքի ցույցերին։ Ավելի ուշ նա Ազատության հետ զրույցում պնդել էր, որ ոստիկաններին մահակները եւ ջրցանը օգտագործելուց առաջ կոչ է արել խղճին հետևել, ինչից հետո ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը Facebook-ում կնոջը անվանել էր պրոֆեսիոնալ խառնակիչ եւ պնդել, թե նա ոստիկաններին սեքս է առաջարկել։ Ըստ փաստաբանի հարցազրույցում Օվսյան-Նիկովային սադրիչ է անվանել նաեւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը։ Հայտարարելով, որ նա ոստիկանների առաջի շարքի ծառայողներին սեքս է առաջարկել։ Փաստաբան Եգորյանի խոսքով այդ պահին Բաղրամյանում գտնվող պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ Օվսյան-Նիկովային սադրիչ է անվանել եւ մեղադրել է ոչ սթափ վիճակում գտնվելու մեջ։ Ոստիկանապետի խորհրդականը այսօր Ազատությանը փոխանցեց, որ մեղադրանքներին առաջիկայում կանդրադառնա։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ պնդեց, որ զրպարտող որևէ բան չի ասել։ Նա երկու պնդում է անում։ Նա ասում է, որ ես ասել եմ, որ նա սադրիչ է, եւ ես ասել եմ, որ նա հարբած է եղել։ Երկու պնդումներն էլ անհիմն են, որտեղ ես ասել եմ, որ տեղի է ունեցել պրովոկացիա եւ տեղի ունեցածի վերաբերյալ դա իմ կարծիքն է։ Վերաբերում է նաեւ զրպարտությանը, նա հարբած է եղել, ապա դա նույնպես իրականության չի համապատասխանում, կա ձայնագրություններ, կա գրառում եւ այնտեղ ասել եմ ես, որ նրա վրայի ալկոհոլի հոտ եմ զգացել։ Դա էլ այն է, ինչ որ ես զգացել եմ։ Փաստաբան Լուսինե Հակոբյանի կարծիքով էլ գործող անձինք համագործակցելով փորձել են տպավորություն ստեղծել, թե Բաղրամյանում արտաքին սադրիչներ կան, որոնց օգնությամբ Մայդան է կազմակերպվում։ Բոլորովին պատահական չէ, որ թեև ազգությամբ նա ռուս է, բայց այդ ամբողջ ընթացքում նա ներկայացվել է որպես ուկրաինացի։ Ինքը Օվսյան-Նիկովան դատական գործընթացից հրաժարվում է խոսել։ Ազատության հարցին վստահում է արդյոք Հայաստանի արդարադատությանը, արձագանքեց. Ես հավատում եմ արդարությանը, այդ պատճառով էլ դատարան դիմեցի։ Եթե ես չհավատայի արդարությանը, ապա ես ոչ Բաղրամյանում կլինեի, ոչ էլ այստեղ։ Օվսյան-Նիկովայի փաստաբանները վճռական են տրամադրված։ Ասում են, որ եթե Հայաստանի դատարաններում արդարություն չգտնեն, կգնան եվրոպական դատարան։ Արդյունքում մենք ունենենք եւս մեկ խայտառակ գործ ու խայտառակ դատական ակտ Հայաստանի Հանրապետության դեմ։